Ողջունում եմ ձեզ հարգելի հետևորդներ, եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Սիրելիներս, քանի որ մենք գարնան սեզոնում ենք գտնվում եւ բավականին ակտիվացել է ալերգիան մեր երկրում, մեր այսօրվա թողարկումը նվիրված է լինելու հակաալերգիկ դեղամիջոց Erius-ին, որը արտադրում է Bayer ընկերությունը եւ ունի բավականին բարձր որակ։ Եկեք ծանոթանանք դեղորայքին ավելի մանրամասն։ Erius-ը համարվում է հակաալերգիկ հակահիստամինային դեղամիջոց։ Թողարկվում է 5 մգ դեղահաբերով եւ օշարակի տեսքով։ Ազդող նյութը դեզլորատադինն է։ Համարվում է 3-րդ սերնդի 3-րդ դասի հակաալերգիկ, չնայած վերջերս ֆարմակոլոգիայում որոշ փոփոխություններ են կատարել կապված հակաալերգիկների քնացնող եւ չքնացնող հատկության հետ։ Պարզվում է, որ այլևս չի լինելու առաջին, երկրորդ եւ երրորդ սերունդ, իսկ Erius-ը դասվում է երրորդ սերնդի շարքին, արդեն լինելու է 2 սերունդ, առաջին եւ երկրորդ։ Քանի որ եթե տեղյակ չեք տեղեկացնեմ, շատ հակաալերգիկներ կան մեր շուկայում դեղագործական, որոնք ըստ ինստրուկցիայի, հայերեն էլ ասեմ, ըստ դեղի ներդիր թերթիկի, նշվում է, որ 24 ժամվա ընթացքում մեկ դեղահապ պետք է խմել եւ այն չի առաջացնում քնկոտություն։ Բայց արի ուտես, որ փաստորեն դա ինդիվիդուալ էր, անհատական, նույն դեղահաբը խմել են 10 հոգի, 10-ից 5-ի մոտ քնկոտություն է առաջացել, 5-ի մոտ ոչ։ Սա խոսում է այն մասին ոչ թե որ դեղն է վատը, ոչ սիրելիներս, սա խոսում է այն մասին, որ դա անհատական ազդեցություն ունի յուրաքանչյուրի օրգանիզմի վրա։ Մի դեղը բոլորին չի կարող նույն ազդեցությամբ ուրեմն օժտված լինել, նույն ձևով ազդել։ Սա այն առանձնահատկություններից մեկն է, որ ունեն հակաալերգիկ դեղամիջոցները։ Այնպես որ իմացեք, որ Erius-ը մոտավորապես 70% դեպքերում չի առաջացնում քնկոտություն, ինքս էլ իմ պրակտիկայում համոզվել եմ հիվանդների նշանակելուց առաջ, սակայն կան որոշ դեպքեր, որ մարդիկ բողոքում են, օրինակ խմում են Erius եւ առաջանում է քնկոտություն, սա նորմալ է, որովհետեւ ինդիվիդուալ է եւ ամեն մարդու վրա տարբեր կերպ է անդրադառնում մի դեղամիջոցը։ Erius-ը ցուցված է սեզոնային ալերգիկ ռինիտի ժամանակ, սեզոնային ալերգիկ ռինիտի դեպքում նկատվում է քթի փակվածություն կամ հակառակն է նկատվում քթից արտահոսք, սակայն գրիպ չէ, բայց նախանշանը նման է գրիպին։ Եղնջացանի դեպքում է կիրառվում, կոնյուկտիվիտի դեպքում է կիրառվում, կոնյուկտիվիտը դա աչքի եղջերաթաղանթի բորբոքումն է։ Նկատվում է զանազան այլ ալերգիկ ռեակցիաների, կոնտակտային դերմատիտի եւ մաշկային քորի դեպքում, եթե կա ալերգիա։ Ընդունման կարգը, սիրելի հետևորդներ, որևէ բարդ բան չկա, 12 տարեկանից սկսած բարձր տարիքի երեխաներին եւ մեծերին նշանակում են դեղահաբից օրը մեկ անգամ 24 ժամվա ընթացքում մեկ դեղահապ ուտելուց հետո։ Հակացուցումները։ Հակացուցված է ուրեմն մինչև դեղահաբի մասին է խոսքը, մինչև 2 տարեկան երեխաներին հակացուցված է կրծքով կերակրման եւ լակտացիայի հղիության շրջանում։ Ինչպես նաև մի դեպքում էլ է հակացուցված, չնայած նման հակացուցումը բոլոր դեղորայքների դեղի ներդիր թերթիկի մեջ կգտնեք պրեպարատի հանդեպ գերզգայունության դեպքում, չնայած մենք երևի թե 1000-ից մեկ ենք առնչվում նման խնդրի հետ, ինձ թվում է այլ երկրներում ավելի շատ են առնչվում, քան Հայաստանում, որովհետև մենք դեղերի հանդեպ մի քիչ այլ ըմբռնում ունենք եւ ամեն դեպքում մեր ժողովուրդը շատ է սիրում դեղ օգտագործել պատե եւ անպատե դեպքեր։ Այսքանը սիրելի հետևորդներ, Erius-ի մասին էլ առավել ինֆորմացիա չկա էլ, որ ես ձեզ փոխանցեմ, այսքանն էլ իմանանք բավարար է։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ համարվում է հակաալերգիկ դեղամիջոց եւ արդեն ցիտել եմ, թե որ դեպքերում է նշանակվում։ Միայն թե կխնդրեմ, որ չանեն այս սխալը, որովհետև շատերն են դա թույլ տալիս, ուրեմն սիրելիներս, հաճախորդը գալիս է դեղատուն եւ հարցնում է, որ օրինակ իր մոտ սեզոնային ինչ որ ռինիտի նման կամ հենց ռինիտ է կամ ռինիտի նմանվող ինչ որ վիճակ է ու ինքը 100% համոզված է, որ իր մոտ ալերգիա է սեզոնային։ Դեղագետը կամ դեղագործը դեղատանը առաջարկում է
դեղորայքը նշանակում է անում, որ դուք կարող եք կերիուս խմել 10 օր կամ 14 օր եւ մեկ էլ տեսնում ես ինչ է պատասխանում հաճախորդը, ինձ 1 հապ տվեք կամ 2 հապ տվեք, խմեմ տեսնեմ ոնց եմ լինում, նորից կգամ դեղատուն։ Մի արեք այս սխալը, սիրելիներս, եթե դեղատան աշխատակիցը ձեզ կուրսով նշանակում է անում եւ ասում է, որ օրինակ պետք է խմեք 10 օր կամ 7 օր կամ 1 ամիս, որ ստանաք արդյունք, խնդրում ենք սա որպես օրենք ընդունեք եւ հարգեք, ինչպես նաեւ կիրառեք, որովհետեւ դեղատան աշխատակիցը հենց այնպես կներեք արտահայտությանս իր քմահաճույքի համար ձեզ դեղ չի առաջարկում։ Դրա համար եթե մասնագետը ձեզ շեշտում է, որ պետք է խմեք օրինակ 10 օր, որովհետեւ դեղի միջին թերապևտիկ ազդեցությունը հասունանալու է 10 օրում, ուրեմն վարվեք այնպես, ինչպես ձեզ ցուցում է մասնագետը։ Մի վարվեք այնպես, ինչպես ձեզ է հարմար։ Որովհետև հակառակ դեպքում դուք չեք ստանալու ձեր ուզած արդյունքը եւ հետո ձեր սխալի պատճառով մեղքը գցելու եք մասնագետի վրա։ Մի արեք սա։ Սա կոպիտ խախտում է բժշկության մեջ պացիենտի կողմից։ Կան սխալներ, որոնք թույլ են տալիս բուժ աշխատողների, ինչը աններելի է եւ անթույլատրելի, եւ կան սխալներ, որոնք թույլ են տալիս պացիենտները։ 50-50 է այստեղ արդեն հավանականությունը։ Դրա համար կխնդրեմ ձեզ, որ լինեք ավելի տեղեկացված եւ լսեք մասնագետների խորհուրդը։ Այսքանը սիրելիներս, փոքր ինչ ուշ մենք կրկին կհանդիպենք իմ ալիքի շրջանակներում։